Իսրայելն արձագանքել է Գազայի հատվածում գործողությունների վերաբերյալ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությանը, ըստ որի Եվրամիությունը մտադիր է վերանայել Իսրայելի հետ առևտրային կապերը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Եվրամիությանը ճնշում գործադրել Համաս շարժման վրա։ Այս պատերազմն Իսրայելին պարտադրվել է Համասի կողմից եւ Համասն է պատասխանատու դրա շարունակության համար։ Իսրայելը բազմիցս համաձայնել է հրադադարի եւ պատանդների ազատ արձակման ամերիկյան առաջարկներին։ Համասը մերժել է բոլոր առաջարկները, նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ իրողությունների անտեսումը եւ Իսրայելին քննադատելը միայն ամրացնում է Համասի դիրքերը եւ նպաստում է պատերազմի երկարաձգմանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուդապեշտում տեղի ունեցող թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քննադատել է Իսրայելին։ Նա ընդգծել է, որ Գազայում այս պահին տեղի է ունենում մեր օրերի ամենասարսափելի աղետը, իսկ խաղաղ բնակչությունն իրական դժոխքի մեջ է հայտնվել։ Էրդողանը կոչ է արել աջակցել Պաղեստինի, Լիբանանի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Թուրքական աշխարհի ներդրումը կարևոր է հրադադարի հաստատման, մարդասիրական օգնության անխափան առաքման, Գազայի վերականգնման եւ երկարաժամկետ խաղաղ գործընթացի հասնելու ջանքերի համար, ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել ինտենսիվ շփումները երկու երկրի հետ համապարփակ հրադադարի եւ արդար խաղաղության հասնելու համար։ Ուկրաինայի հետ հուշագրի շուրջ աշխատանքներն ընթանում են դինամիկ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգման, բոլորն աշխատում են դինամիկ կերպով, ասել է Կրեմլի խոսնակը, հավելել, որ հուշագրի շուրջ աշխատանքների մեծ մասն իրականացվում է դիսկրետ եղանակով եւ պետք է լինի ոչ հրապարակային։ Նրա խոսքով կողմերից յուրաքանչյուրն առանձին է պատրաստում զինադադարի պայմանների ցանկը։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաեւ հազարը հազարի դիմաց գերիների փոխանակման ուղղությամբ։ Կրեմլի խոսնակը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ հետագա բանակցությունների վայրի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։ Նրա խոսքով Մոսկվան ողջունում է բոլոր երկրների ջանքերը, որոնք ցանկանում են նպաստել հակամարտության դադարեցմանը։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Հռոմի Լևոն 14-րդ պապը հաստատել է իր պատրաստակամությունը Վատիկանում հյուրընկալելու Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման բանակցությունների հաջորդ փուլը։ Վարչապետը խորին երախտագիտություն է հայտնել Լևոն 14-րդին խաղաղասիրական ջանքերի համար, նշվում է Մելոնիի գրասենյակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ պապը հայտարարել էր, որ Վատիկանը կարող է միջնորդ լինել համաշխարհային հակամարտություններում առանց մանրամասներ հայտնելու։ Մերի Ներսիսյան, լուրեր։